Քարայրը Մոկունք գյուղի կիսամութի մեջ լռությամբ ծխող խորհրդավոր մարդը, որ ներկա էր իմ ուխտին, հայտնի էր Քարայր անունով։ Նա Տարոն աշխարհի սուլթանի բռնակալության դեմ մարտնչող հայդուկային խմբերի առաջնորդն էր։ Նա էր մտցրել սրի և խաչի վրա երդվելու արարողությունը։ Նա էր պահանջել Անդրանիկից և Գևորգ Չաուշից գտնելու Արաբոյի տան նշանավոր ավետարանը, որպես հզոր նախապայման հայդուկի երդման համար։ Քարայրը հայդուկից պահանջում էր լինել գաղտնապահ և անձնազոհ։ Հայ Ֆիդային իր բարոյական նկարագրով բարձրագույն կետն էր մարդկային առաքինության, քարոզում էր նա։ Ոչ փառք, ոչ հանգիստ, ոչ հաշիվ։ Հայդուկության մեջ մտնողը պետք է իր ետևում թողնի անձնասիրությունը, և քանի դեպի ներս առաջանա, այնքան պիտի մերկանա իր եսից ու անձնականությունից։ Հայ Ֆիդային ունի միայն մի իդեալ՝ տառապելով ծառայել հայոց ազատությանը։ Նա պետք է մեռնի գնդակով, կախաղանի վրա կամ բանտի մեջ, եթե հավատարիմ է իր ուխտին։ Ինչին է պետք եսական սերը, երբ կա մի ավելի մեծ սեր՝ հայրենիքի սերը։ Ֆիդայու անձնական սերը լոկ արգելք է ազատորեն գործելու և հանգիստ մեռնելու ճանապարհին։ Քարայրը ասում էր, որ տոկալն ու համբերելը Ֆիդայու համար նույնքան անհրաժեշտ է, որքան պատերազմի դաշտում զենքը ձեռքին կռվելը։ Որովհետև եթե մեկը Ֆիդայի դառնալով մոռանում է սեփական անձը, նրա համար այլևս ինչ արժեք ունի տառապանքն ու նեղությունը։ Քարայրը խիստ էր ինչպես իր սեփական անձի, այնպես էլ ուրիշների հանդեպ։ Հայդուկային ժուժկալությունը և պարկեշտությունը գերագույն սրբություն էին նրա համար, կարգապահության խախտումը մեծագույն հանցագործություն։ Նա քարոզում էր, որ պետք է արթնացնել հայ գյուղացուն, հասկացնել նրան, որ ինքը ճորտ է, ամրացնել նրա հավատը ապագայի հույսերով և Սասունի ու Տարոնի բովանդակ հայությանը հոգեբանորեն վերափոխելով դարձնել հայդուկ։ Քարայրը դեմ էր ցուցական կռիվներին, այս կամ այն վայրի վրա հանկարծական հարձակումներ գործելուն, և կողմ էր միասնական, համածավալ ժողովրդական գրոհին։ Հայություն չեն կազմում նրանք, ասում էր Քարայրը, որոնք շարունակ տերտեր են կոչում, այլ նրանք, որ հավատք ունեն։ Մեզ մոտ է հավատավոր մարդկանց մի ուժեղ սերունդ, որի կոչումն է ծառայել Հայաստանի ազատագրության արդար դատին, և ոչ թե այս կամ այն խմբակցության եսական շահերին։ Այսպես էր Քարայրը։ Այս մոլեռանդ քարոզիչը գյուղական շորեր հագած դերվիշի նման թափառում էր գյուղից գյուղ, ատելություն սերմանելով դեպի այն ամենը, ինչ վատ էր ու կործանարար, և անձնվեր սեր արծարծելով դեպի այն ամենը, ինչ վեհ էր և օգտակար էր հայրենիքի և ընդհանրականի համար։ Քարայրը ուներ կողմնակիցներ, որոնք իր նման տանջվել էին սուլթանի բանտերում։ Նրանցից մեկը Մշեցի Կոտո Հակոբն էր, որ նստել էր Սինոպի և Ագրայի բերդերում, իսկ մյուսը Կառնենա Մկրտիչն էր։ Քարայրի և Կառնենա Մկրտչի թելադրությամբ էր, որ սասունցիները իրենց և Անդրանիկի միջև ծագած վեճը լուծել էին Անդրանիկին զինաթափ անելով։ Քարայրը ֆիդայինների հետ չէր շրջում, այլ միշտ միայնակ, գյուղական աղքատիկ հագուստով և անզեն, իբրև մի խեղճ շինական։ Սովորաբար շրջում էր մութին։ Մի տիկ շալակին և ցուպը ձեռքին, նա գիշերային խավարի միջով անցնում էր գավառից գավառ, ավանից ավան, ամենուրեք քարոզելով և կազմակերպելով հայ ժողովրդին զանգվածային մեծ ապստամբության համար։ Սուլթանի բռնակալությունը նա համարում էր աշխարհի մեծագույն չարիքներից մեկը։ Սակայն նա իր դառը փորձով եկել էր այն համոզման, որ եվրոպական պետությունների դռներ բախելը և նրանցից օգնություն հայցելը միամիտ հավատ է, մանավանդ երկաթե Շերեփի հայտնի իրողությունից և Մոսեի Մոյի դեպի Անգլիա կատարած ուղևորությունից հետո։
Սուլթանի դեմ կռվող հայդուկները, ասում էր քարայրը, իրենց հույսը պետք է դնեն իրենց և իրենց ժողովրդի սեփական ուժերի վրա։ Կապվելով Ռոմանովների կայսրությունս հասանող և օրեցօր հզորացող ռուսական հեղափոխական առողջ ուժերի հետ։ Միամտաբար հավատում էինք, թե Անգլիան և ասպետ Ֆրանսիան մեզ պիտի օգնեն, բայց երկուսն էլ մեզ խաբեցին։ Երկուսի երեստ էլ սև է։ Հայ ժողովուրդ, ես քեզ ասում եմ, անգութ է Եվրոպան, քարոզում էր քարայրը, չհավատաս դրան երբեք։ Տարոնի ժողովուրդը սիրում էր համեստ արտաքինով այդ խորհրդավոր մարդուն, որ կարծես մեր անցյալի մշուշներից ելած մի ուրվական լիներ։ Երբևիցե կռացած նայել եք մութ քարայրից ներս։ Կարողացել եք անմիջապես կռահել, թե նա ինչպիսի խորհրդավոր անցքեր ու ոլորաններ ունի։ Այդպես էր Շեյխ Մազու Մորուսով նիհար ոսկրոտ այդ մարդը։ Նրա զինական անունը Հրայր էր, ոմանք նրան դժոխք էին ասում, բայց ժողովուրդը նրան կնքել էր Քարայր, և այդ անունը որքան հարմար էր նրան։ Իսկապես նա քարայր էր, խորհրդավոր, մութ, հազիվ ծագած իսկույն անհետանում էր։ Ցերեկները նրա տեղը հայ շինականի գոմի կամ մարագի մի մութ անկյունն էր, տրեխը հագին, արախչին գլխին, իր շուրջը ժողոված մարդկանց հրեղեն խոսքերով քարոզ կարդալիս, իսկ գիշերները ճամփորդում էր դերվիշի կերպարանքով, գավազանը ձեռքին և տիկը շալակին։ Շատ մեծ եղավ իմ զարմանքը, երբ իմացա, որ ինձ ծեծող ոսկրոտ դիմագծերով և փոքրիկ Մորուսով այդ մարդը այն միևնույն շինական Արմենակն էր, որից ես մի տուփ ծխախոտ էի վերցրել դրանից մի քանի տարի առաջ, Կարմիր ծառ գնալիս։ Նրա փույթը չէր բնավ, որ ես բանտ էի նստել կամ կյանքիս վտանգի տալով Անդրանիկի ձին փախցրել էի վանքի շրջապատումից։ Իմ անզգույշ շարժումով ես արձագանքել էի անծանոթ կնոջ կանչին, երբ նոր էի երդվել սրի, ավետարանի և խաչի վրա, որի համար էլ նա ինձ ենթարկել էր անողորմ պատժի։ Եվ նա ինձ պատժել էր այն միևնույն գավազանով, որ իմ ներկայությամբ պոկել էր իրենց անտառի կարմրածառից, որի ամուր փայտից մեր նախնիները հին ժամանակներում նետեր էին շինել ինքնապաշտպանության համար։ Գևորգն ու ոսկիները։ Երթուն տալը և խստությունների ենթարկվելը քիչ էր։ Հայդուկ դառնալու համար ես պարտավոր էի զենք ունենալ։ Հիշում էի մանավանդ աղբյուր Սերոփի մի խոսքը հայ գյուղացիներին. Սուլթանի երկրում առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնացեք։ Բայց ինչպես զենք ճարել։ Մի հրացան ձեռք բերելու համար Գևորգ Շաուշը մինչև Հալեպ էր գնացել։ Իսկ ես ուր գնայի և ինչ միջոցով։ Մտածում էի գնալ Մուշ և իմ Հովհաննես պապից կամ Քեռի Բդեից փող վերցնել և մի հրացան առնել ինձ համար։ Այդ մտքերի մեջ էի, երբ Գևորգ Շաուշը սաստեց ինձ. «Քո Մուշ գնալու ժամանակը դեռ չի հասել», և ինձ իր հետ առնելով մի խավար գիշեր ելավ Սուլուխից։ Այդ սասունցին դաշտի ամեն ծակ ու ծուկին ծանոթ էր, ճանապարհները գիտեր աչքը փակած։ Իր հորեղբոր սպանությունը, Ռես Ավեի և Խալիլ աղայի ահաբեկումը և մանավանդ Առաքելոց վանքի կռիվը այնպես էին հռչակել նրան, որ սուլթանի անիրավ պաշտոնյաները նրա անունը լսելիս դողում էին։ Սիմ լեռան հյուսիսային լանջին Փեթար անունով մի փոքրիկ գյուղ կար, որ նայում էր դեպի Մշո դաշտ։ Մուշ քաղաքից Յուսուֆ կոչվող մի բեկ, շինծ ու մի թուղթ ձեռքին, հայտարարել էր, թե այդ գյուղը եղել է իր պապական կալվածքը։ Նա Մուշից գնացել էր Փեթար և այնտեղ երկհարկանի մի քյոշք շինելով հայ գյուղացիներից տասնյակ տարիների աղայական տուրք էր պահանջել։ Գևորգ Շաուշը
Յուսուֆ աղային զգուշացրել էր. նեղություն չտալ հողի աշխատավորներին։ Յուսուֆը հետևյալ առավոտ ձերբակալել էր բողոքող գյուղացիներից մի քանիսին և ոստիկանների ու զորքի օգնությամբ մտել էր փեթար, կողոպտել էր ամբողջ գյուղը և մի քանի 100 հավելյալ տուրք գանձելով վերադարձել էր մուշ։ Գևորգ Շաուշը իր մի քանի հայդուկներով մտել էր Յուսուֆ բեկի ապարանքը և հարստահարիչին խողխողելով նրա հափշտակած ոսկիները վերադարձրել էր փեթարի հողագործներին, նախապես մի թուղթ դնելով սպանվածի ծոցը. ես քեզ մերձրի Զուլումիդ համար։ Գևորգը մեծ աշխատանք էր տանում վերականգնելու հայ և քուրդ բարեկամությունը, որ խախտվել էր Սուլթան Համիդի տարիներին։ Այդ բանը նա անում էր երբեմն ահաբեկման միջոցով։ Իր սարսափի հետ միաժամանակ այնպիսի հմայք էր ստեղծել իր շուրջը, որ նույնիսկ շեյխերը նրա անունով երդվում էին։ Գևորգը հաճախ միայնակ էր շրջում։ Այնքան գնացել եկել էր բեկերի քյոշկերի մոտով, որ նրանց շները այլևս դադարել էին նրա վրա հաչելուց։ Պատահում էր, որ հայ գյուղացիներին մոտենալիս զանգակները խփում էին, և մարդիկ իրար աչքալույս էին տալիս, թե Գևորգ Չաուշը եկավ։ Երբեմն ուշ գիշերով նա անսպասելիորեն մտնում էր քրդական որևէ բնակավայր և նրա մեծավորի դուռը ծեծելով ասում էր. «Ի՞նչ եք մեռածի պես քնել. Գևորգ Շաուշին այս մութ գիշերին հերիք չէ սպասեցնեք քյոշկի առաջ. դուռը շուտ բացեք, ղոնաղ եմ եկել»։ Եվ ահաբեկված աշիրեթապետը կամ աղան դուռը բանալով խոնարհաբար դիմավորում էին ահարկու Գևորգին, համբուրելով նրա ձիու ասպանդակը։ Գևորգը երկար չէր մնում այդտեղ, հասկացնում էր, որ ինքը պարզապես այդ գյուղի մոտով անցնելիս ուզեցել է մի կարճ պահով հանդիպել իր ծանոթ Քիրվոյին, նրա քեֆը հարցնել և շարունակել ճամփան։ Բայց այս գիշերային այցը մի քիչ տարբեր էր։ Ֆաթիմ անունով մի դաժան հարկահավաք տուրքեր գանձելիս անասելի նեղություն էր պատճառում հայ և ասորի գյուղացիներին։ Գևորգը ինձ ոլորապտույտ ճանապարհներով տարավ և կեսգիշերին կանգնեցրեց այդ հարկահավաքի քյոշկի առաջ։ Դուռը զարկեց. «Ֆաթիմ էֆենդի, Ֆաթիմ էֆենդի»։ Ոչ մի ձայն։ Ֆաթիմը մի հայ ծառա ուներ, անունը Համտի։ Համտին դռան ետևից հարցրեց. «Ո՞վ եք»։ Ես ցածր ձայնով հուշեցի. «Եկողը Գևորգ Չաուշն է, դուռը բաց»։ Գևորգը հարցրեց. «Ֆաթիմ էֆենդին տանն է, իրեն տեսնել կուզեմ»։ «Տանն է, բայց քնած է», ծանուցեց Համտին դռան արանքից։ «Գնա իրեն քնից հանիր և ասա, որ շեմքին կանգնածը Գևորգ Չաուշն է, մուշից է եկած և հատկապես կուզի իրեն տեսնել»։ Համտին գնաց եկավ, թե աղան խոր քնած է։ «Քեզ ասում եմ, գնա աղայիդ արթնացրու և հայտնիր իրեն, թե եկողը Գևորգ Չաուշն է»։ Համտին նորից գնաց, և մենք լսեցինք, թե ինչպես նա բավական անվախորեն արթնացնում էր իր աղային։ «Ֆաթիմ էֆենդի, Ֆաթիմ էֆենդի»։ Արձագանք չկար։ «Ֆաթիմ էֆենդի», նորից հնչեց Համտին։ «Ի՞նչ կա»։ «Գևորգ Չաուշն է եկել և հատկապես կուզի քեզի տեսնել»։ «Գևորգ Չաուշը»։ Ու մենք զգացինք, թե ինչպես աղայի ձայնը դողաց։ «Փեթար աղային սպանող Գևորգ Չաուշը»։ Կմկմաց Ֆաթիմ էֆենդին և լեզուն փաթ ընկավ։ «Ուրիշ Չաուշ չկա», պատասխանեց ծառան։ «Հիմա որտե՞ղ է»։ «Կանգնած է շեմքին,
Հարցրու թե ինչ կուզի։ Համտին վերադարձավ։ Ֆաթիմ Էֆենդին կհարցնի, թե Գևորգ Չաուշը ինչ կուզի։ Գնա իրեն ասա, որ Գևորգ Չաուշը կուզի 400 ոսկի։ Համտին ետ գնաց։ Գևորգ Չաուշը կուզի 400 ոսկի, ասաց նա, ապա իր կողմից ավելացրեց. որպես տուգանք ժողովրդի տուրքերը հավաքելիս նրանց պատճառած չարչարանքների և առած կաշառքի դիմաց։ Ինչու այդքան շատ կուզի։ Չգիտեմ, աղա, իր ուզածը 400 ոսկի է։ Աղեք, ես իր ուզած ոսկին կտամ, բայց իրենից խոսք առ, որ այդ գաղտնիքը մեր մեջ կմնա։ Ես ճեղքից տեսա, թե ինչպես Ֆաթիմ Էֆենդին շապկանց ելավ անկողնից, խալաթը վրան առավ, ճրագը ձեռքին մտավ ինչ-որ տեղ և քիչ անց մի տոպրակ բերելով, դողդողալով հանձնեց ծառային։ Ուղիղ 400 հատ է։ Իմ ասածը չմոռանաս։ Գևորգ Էֆենդի, տոպրակով ոսկին մեզ տալով, ասաց ծառան։ Ֆաթիմ Էֆենդին խնդրեց, որ Գևորգ Չաուշը իր խոստումը կատարի, առանց գաղտնիքը մեջտեղ հանելու։ Հարկավ կկատարեմ, ասաց սասունցին և Համտիին գիշեր բարի մաղթելով հարկահավաքի դուռը ծածկեց։ Ես ոսկին շալակեցի ու գնացինք։ Գևորգ Չաուշը գիտեր, թե Սուլթանի այդ անխիղճ պաշտոնյան որ թշվառ գյուղացիներից էր կորզել այդ գանձը։ Քեռի Հուլիանոս, քնած ես։ Էս 20 ոսկին առ ու վաղը գնա լցկան գնիր քեզ համար։ Ասորի Սահակ, տեսնում եմ երեխաներդ քաղցից շուռ ու մուռ են գալիս վերմակի տակ։ Էս 15 ոսկին առ ու մի քիչ հաց ու թացան առ մանուկներիդ։ Խնամ Մարտիրոս, վերցրու ես 10 ոսկին ու մարաքիդ գերանները նորոգիր։ Այսպես գյուղից գյուղ անցնելով և շինականների տանիքները բարձրանալով, Գևորգ Չաուշը ամեն մեկի երդիկից ցած էր գլորում մի բուռ ոսկի։ Մոտեցանք վերջին գյուղին։ Այստեղ մենավոր մի տուն կար։ Չաուշն ինձ տարավ, կանգնեցրեց այդ տան պատի տակ։ Մազե պարանին, որի մի ծայրը կապված էր բարդի ծառից, սպիտակին էր տալիս մի անդրավարտիք, կողքին մի զույգ գուլպա։ Տան տերը մի տարի առաջ լքել էր տունը և գնացել։ Կինը ամեն շաբաթ լվանում էր բացակա ամուստու շորերը և լվացքը փռում պարանին, որ անցնող դարձողը իմանար, թե տանը տղամարդ կա։ Երբեմն էլ պատի տակ կամ տանիքին նստած, մի շապիկ կամ անդրավարտիք ծնկանը դրած, կոճակ էր կարում կամ օղակ լցնում, դարձյալ այդ նպատակով։ Երբ հարցնում էին. Սալվի, ուր է Մկրոն, քաղից նոր եկավ, քրտնած պառկած է, պատասխանում էր Սալվին, շարունակելով իր կարը։ Մի ուրիշ անգամ ասում էր. Մկրոն սար է գնացել, կամ թե ջուր եմ դրել, որ Մկրոն լողանա։ Եվ այսպես տղամարդու մի շապիկ կամ շալվար դրսում կախելով, կամ կոճակներ շարելով ու օղակներ լցնելով, Սալվին շաբաթներով, ամիսներով ամոթխածության թաքցնում էր ամուստու բացակայությունը, հույս ունենալով, որ մի օր Մկրոն տուն կգա, մինչդեռ ամուսինը անվերադարձ հեռացել էր տնից, իրեն մենակ ձգելով։ Պատկից հարևանները գլխի էին ընկել, որ ամուսինը տանը չի, բայց չէին ուզում Սալվիին զրկել իր երջանիկ խաբկանքից։ Նրանցից մեկ-երկուսը նկատել էին, թե ինչպես ուշ գիշերին, երբ գյուղը քնած էր, Սալվին ճրագի տակ նստած հեկեկում էր մենակությունից։
երբեմն շեմքը դուրս գալով, երկար նայում էր պարանից կախված անդրավարտիքին և բրդյա հաստ գուլպաներին, մոտենալով ուղղում էր լվացքը և դանդաղ մտնում էր ներս, լուստի շողերի տակ չորացնելով իր կարոտի արցունքները։ Մենք էլ տեսանք կիսամթնում պարանի վրա օրորվող այդ սուտ լվացքը։ Գևորգը անաղմուկ մոտեցավ և 15 ոսկի փաթաթեց անդրավարտիքի փողնոցի մեջ։ Դաշտեցի այդ լքված մենավոր կնոջ համար։ Լուսադեմին մեզ մոտ մնաց ընդամենը 10 ոսկի։ Էս 10 ոսկին էլ քեզ, դու էլ ինձ հետ ամբողջ գիշերը չարչարվեցիր։ Գնա քեզ համար զենք առ, ասաց Գևորգը, վերջին ոսկիները իմ բուռը դնելով։ 2 օր հետո ես մի հրացան ձեռքիս ներկայացա Գևորգ Չաուշին։ Ֆիդայինները։ Ուրախացավ Գևորգ Չաուշը իմ ձեռքին զենք տեսնելով։ Այդ նույն օրն էլ նա ինձ առաջնորդեց Բերդակի սարը։ Աղբյուր Սերոփը Նեմրութի վրա էր շրջում, իսկ Գևորգ Չաուշի և իր հայդուկների ապաստանը Ալվարինջի, Մարնիկի և Բերդակի սարերն էին։ Կեռումեր կածանով մտանք մի թավ անտառ։ Այդտեղ էին ապրում հայ ֆիդայինները։ Վայրը մի բացատ էր, կաղնիներով շրջապատված։ Գևորգը ինձ տարավ կանգնեցրեց ստվերախիտ մի կաղնու տակ։ Հայդուկները նստած էին կոճղերի և ժայռերի վրա, ոմանք թիկնած էին ծառերի բներին։ Շատերին ճանաչեցի։ Սպաղանած Մակարի կողքին նստած էր Գալեն։ Շմլակի կիրճում Անդրանիկի տված հրացանը գրկած։ Ապա հերթով շարված էին պայթող աղբյուրի մյուս լեռնականները. Փեթարա Մանուկը, Փեթարա Ախոն, Փեթարա Իսրոն։ Մորուք Կարապետը և Արծիվ Պետոն առանձին էին նստած։ Չոլոն թիկնել էր Շենիկցի մանուկի կողքին։ Սրանց առջևում կիսաթեք մեկնված էր Լաչկանցի Արթինը, Վագրադեմ մի հայդուկ, աչքերը հառած Շենիկցի մանուկի զենքին։ Այս երկու սասունցիների մեջ վեճ կար։ Արթինը բարձրաձայն գանգատվում էր, որ իր ատրճանակը հին տեսակի է, բավականին ծանր, և միջոց էր որոնում փոխանակելու մանուկի տասնոցի հետ։ Վագրադեմ հայդուկի և Շենիկցի մանուկի վեճին ներկա էին Մառնկա և Դաշտեցի մի տղա, որին կոչում էին Ալիզոնանցի Մուքո։ Երկու ուրիշ հայդուկ մի ծառի տակ նստած տամա էին խաղում։ Մեկը ինձանոտ Արտոնքա Ջնդոն էր, իսկ մյուսը խազ գյուղացի էր, Բամբկու Մելո անունով։ Նրանց գլխավերևում մի երիտասարդ զինված հայդուկ էր կանգնած Ալվարինջ գյուղից։ Սեյդո Պողոստ էր, վանքի կռվի հերոսներից մեկը։ Սա աչքով թեև խաղին էր հետևում, բայց ուշադրությունը որքան նկատեցի, ամբողջապես Լաչկանցի Արթինի և Շենիկցի մանուկի կողմն էր, տեսնելու թե ինչով կվերջանա այդ երկու լեռնականների վեճը։ Իսկ այդ վեճը արդեն ծավալվել էր։ «Ձեր տունը հարուստ է, դու ինչու ես զենք առել և դարձել հայդուկ», ասում էր Լաչկանցի Արթինը։ Շենիկցի մանուկն առարկում էր ասելով, թե Մարութավանք կամ Սուրբ Կարապետ ուխտի գնացողները չեն ընտրում քոսոտ այծեր, այլ իբրև մատաղացու գերադասում են գեր ու պարարտ այծերին։ Հետևապես Հայաստանի ազատագրության զոհասեղանին մատաղվելու արժանի են նախ և առաջ ունևոր հայերը։ Այդ խոսքի վրա, բոլորովին աննկատելի, իմ կողքին հայտնվեց մի գեղադեմ հայդուկ, երկար թարթիշներով։ Գրեթե իմ հասակին էր, բեղերը փոքր-ինչ թավ և հոնքերի կամարը շեշտված։ Մշո գյուղերից էր և անունը Տիգրան։ Դա այն զինվորն էր,
որ վանքի կռվին ձեռքը կրակ բռնած վառել էր սուլթանի բանագնացների գլանակները, սարսափ ազդելով գլխավոր բանագնաց Մուխտի Էֆենդուն։ Տիգրանը մի ձեռքով գրկեց իմ վիզը, մյուսով ետևից տնտղեց իմ մեջքը, կարծես կամենալով ստուգել, թե արդյոք ես լավ մատաղացու եմ, թե ոչ։ Ապա սև ընչանցքները կարմիր այտերի վրա ոլորելով գնաց դեպի վիճաբանողների կողմը։ Ֆիդայիններից մեկը, մի կոճղի առաջ չոքած, հրացանի փակաղակտ էր բարկությամբ չխկացնում։ Դա Գյուլլեքի սերտն ու փուչը որոշող սասունցի կարկուտ Թադեն էր, որին ես տեսել էի աղբյուր Սերոփի խմբում։ Սա միշտ առաջինն էր պայթեցնում գնդակը։ Թադեն մասնակցել էր շատ կռիվների։ Չդիմանալով հայդուկային զենքի կարգապահությանը, դեռևս խլաթում եղած ժամանակ Թադեն առել էր իր չախմախլին և ընկել սարերը։ Վերջում մենակությունից ձանձրանալով եկել միացել էր Գևորգ Շաուշի խմբին։ Սերոփ աղբյուրի խմբից մի ուրիշ հայդուկ էլ կար։ Դա Մանասկերտցի Հաջի Գևոն էր, այն 7 զինվորներից մեկը, որ շենիքից սեմալ էր փախել Անդրանիկի հետ։ Հասանո անունով քոլոզավոր մի քուրդ, Հաջի Գևոյի կողքից անցնելով, եկավ կանգնեց Գևորգ Շաուշի թիկունքին և ձեռքը կրծքին դնելով խոնարհ բարևեց նրան։ Հասանոն փոխանակված էր մի հայ զինվորով և համարվում էր Գևորգ Շաուշի հավատարիմ թիկնապահներից մեկը։ Երբ հարկ էր լինում որևէ պատգամավոր ուղարկել խութամեծավոր Ղասըմբեկի մոտ, Հասանոն միշտ առջևից էր գնում, որ իրենց վրա հարձակում չլիներ քրդերի կողմից։ Բացատի վերջավորությանը մի պատանի հայդուկ զբաղված էր ծառերի չոր ճյուղերը կեղևելով։ Խնուսի Հարամիկ գյուղից էր։ Սրա պաշտոնն էր չոր փայտերից անծուխ կրակ վառել։ Մեկ առ մեկ վերցնում էր ճյուղերը, զննում ոստոտ տեղերը և կեղևը երկարությամբ մաշկում։ Երկար տարիներ նա պետք է կեղևեր ծառերի ճյուղերը, մինչև որ որևէ կռվի մեջ քաջություն ցույց տար և նրան արտոնություն տրվեր հրացան կրելու, ավելի մեծ ճակատամարտերի մասնակցելու համար։ Մինչև այդ շատ կռիվներ էին եղել, բայց նա դեռ ոչ մի կռվի մասնակցած չկար։ Վրան ոչ մի վերք ու սպի չուներ։ Ֆիդայինները նրա անունը ծաղրանքով կնքել էին Բրինդար, այսինքն վիրավոր։ Բրինդարի մոտ մի հին թամբի կրթնած նստած էր մի ուրիշ հայդուկ, անունը Բարսեղ։ Միջահասակ էր, շեկլիկ բեղերով։ Աչքերը մի քիչ շիլ էին։ Բարսեղը Գևորգի ձիապանն էր։ Միաժամանակ հսկում էր, որ ֆիդայինները ճանապարհին ծխախոտ չվառեն, կամ վառելիս կրակը բռնեն ձեռնափայտի մեջ և մնացորդները գետին չգցեն։ Իրենց գյուղում ծխախոտի մշակությամբ էր զբաղվել և միշտ մոտը տոպրակի մի անկյունում կամ գոտու տակ մանր թութուն ուներ պահած։ Երբեմն ինքն էր գլանակ փաթաթում և հրամցնում այս կամ այն զինվորին։ Սև բեղավոր մի հայդուկ գլուխը Հաջի Գևոյի թիկունքին դրած ակնապիշ նայում է ինձ։ Դեմքը ծանոթ է։ Մտածում եմ, թե որտեղ եմ նրան տեսել։ Աստված իմ, միթե Ֆրանկ Մոսոն է։ Այո, այդ նա է։ Նորշեն գյուղի այն երիտասարդ շինականը, որի կինը պարտվել էր Սամիրով ճաշի կռվում, իրենց գյուղի հողային սահմանը որոշելու ժամանակ։ Հիշում եմ, Բերդաքսու կնոջ եփած Սամիրով ճաշը ինձ բաժին ընկավ։ Ինչ սահման, ինչ օրենք։ Տեղական այդ բոլոր գժտությունները հետևանք են մի համատարած անիրավության, ասել էր վշտացած գյուղացին։ Ֆրանկ Մոսոն թողել էր միջգյուղյան փոքրիկ վեճը, պարանի կապոցը և ցցափայտերը իմ ձեռքից առնելով բարկությամբ շպրտել էր սահմանագլխին և անութի տակ մի հրացան սեղմած շտապել էր Բերդակի սարը, իր ազգի համաշխարհային վեճը լուծելու։ Այդ վեճը լուծելու համար դեռևս Խաթավինի կռվի օրերից
Զենքի տակ էր մտել նաև Աղա Զորիկը։ Ուրիշներն էլ կային. Աղջնա Վահանը, Կուրավա Շմոն, Ծուռ Խաչ Հազարիկը։ Այս վերջինի մոտ ամեն ինչ ծուռ էր։ Խաչը երեսին ծուռ էր հանում, գդակը ծուռ էր դնում, գոտին ծուռ էր կապում։ Կարկուտ Թադեին հակառակ, սա միշտ ուշացումով էր կրակում, և երկուսից մեկը անպայման ծուռ։ Հազարիկը տեղից տեղ գնալիս ֆիդայինների ավելորդ բեռներն էլ էր շալակում և հսկում էր, որ հայդուկները լուսնյա գիշերներին հրացանները ուսերին չդնեն, փայտե կոթերը միշտ պահեն լուսնի կողմը։ Իսկ դեղնած ականջներով Շմոն, ախ, երբ կլինի, որ արդարությունը աքաղաղի պես ելնի տանիք ու գոռա, թե «Վեր կացեք, ես եկա»։ Այս խոսքն էր միշտ նրա բերանին։ Շմոն գտնում էր, որ աշխարհը չափազանց անկատար է շինված։ Աստծո 6 օրում շինած աշխարհը ինչ պետք է լինի, գանգատվում էր Շմոն, և դեռ հասցրել է մարդ ստեղծել։ Ըստ նրա, Աստծո ամենաանկատար արարածը։ Լեռնային քարուտներից մեկում Կուրավա Շմոն պատահման գտել էր ուրարտական ցորենի մի հազվագյուտ տեսակ, ընդամենը մի քանի հասկ, անսովոր խոշոր հատիկներով։ Նա զարմացել էր Աստծո խելքի վրա, որ այդ փոքրիկ վայրում այդքան շատ քար էր կուտակել, իսկ Մշո դաշտում մի հատիկ քար չէր թողել, որ մաճկալը հերսոտելիս իր ծուռ գնացող եզան կողին խփի։ Շմոն փորձի համար գաղտնի ցանել էր այդ ցորենի սերմը, և ստացվել էր ապշեցուցիչ բերք։ Զսպել էր իր ուրախությունը և այնպես արել, որ ոչ ոք չիմանա այդ մասին, որ հանկարծ չընկնի սուլթանի ձեռքը։ Ջրաղացել չէր տարել, որ տեղը չգտնեն, սերմացուն չգողանան։ Որոշել էր, որ երբ Հայաստան ազատագրվի, այդ սերմը շաղ տա ազատագրված Հայաստանի հողի մեջ, առաջին հերթին իհարկե Մշո դաշտում, և անհամբեր սպասում էր արդարության աքաղաղի կանչին։ Աբդելոն էլ այնտեղ էր, Ասորի ցեղապետի որդին։ Նրան կոչում էին 7 գդալի Աբդելո, որովհետև բերված էր 7 գդալի դաշտից։ Աբդելոյի աջ ու ձախ կողմերում թիկնած էին 2 երիտասարդ հայդուկներ՝ ցրոնած Մշիկը և Ավրանա Արամը։ Հին զինվորներից էր նաև սասունցի Կամե Գասպարը։ Գասպարը քիչ էր լինում բերդակի սարում, սրա անելիքը ամբողջապես դրսի հետ էր։ Այդ տալվորիկցի հայդուկը հարուստ հայերի անասունները փախցնում ծախում էր քրդերին, քրդերից փախցնում ծախում էր հայերին, և դրանով գումարներ հայթայթում ազատագրական շարժման համար։ Սրանք էին կազմում Գևորգ Շահուշի ֆիդայական խմբի կորիզը Սերոբ աղբյուրի մահից հետո։ Բոլորը հավաքվել էին Բերդակի անտառում, որ իրենց ազգի վեճը լուծեն։ Սրանք էին այդ օրվանից իմ ընկերները, և սրանց հետ էր անցնելու իմ հայդուկային կյանքը։ Իմ առաջին փորձնական շրջանն անցել էր, և չկար այլևս առաջվա անհոգ, անմիտ պատանին։ Իմ շուրջը նստած հայդուկները քաջակազմ մարդիկ էին, տապից ու պաղից թրծված երեսներով։ Ոմանք ալեհեր էին, ինչպես Սպաղանած Մակարը, որ մեծացել էր բազում կռիվների մեջ։ Հագած էին լայն տաբատներ, գույնզգույն բաճկոններ, կարմիր ու դեղին նախշերով։ Գոտիներին ամրացած էին կաշյա քառակապ փամփշտակալներ, պսպղուն փամփուշտներով։ Փամփշտակալները քողարկելու համար բոլորն էլ անխտիր հագած էին անթև աբաներ։ Կողքերին կապած էին տաստոս մաուզեր և դամասկոսյան կեռ դաշույններ։ Գլուխները ծածկած էին արախչի կամ գդակ, մուգ կարմրավուն փուշիներով ոլորած։ Յուրաքանչյուրը մի պայուսակ ուներ մեջքին կապած և մի ճոկան, ժայռերը մագլցելու համար։ Գևորգ Շահուշը ինձ ներկայացրեց խմբին և ասաց, որ ես վերջին կռվին
վանքի նկուղից քաջաբար դուրս են բերել Անդրանիկի ձին, ճեղքելով թշնամու շղթան, իսկ մինչ այդ մեծ դժվարությամբ տատրակ գյուղը հասնելով գտել բերել է Մարաբոյի տան կոճղեզ ավետարանը, որ հայդուկները երդվեն նրա վրա, և ես առաջիններից մեկն եմ, որ երդվել եմ այդ ավետարանի վրա։ Իբրև արժանիք նշեց նաև, որ Սասունի բովանդակ պատմության մեջ ինձ բախտ է վիճակվել կարդալու Մոսե Իմոյի բերած թագավորական թուղթը, որ ես իբրև մշեցի գիտակից երիտասարդ, այդտեղ գալով ուխտել եմ մատղվել Հայաստանի ազատագրության համար։ Ապա կարգադրեց, որ ինձ փամփշտակալներ բերեն։ Ինձ անմիջապես տվեցին մի զույգ փամփշտակալ, որ ես ձգեցի իմ ուսերի վրայով։ Վրան հագա մազոտ աբա։ Աբայի վրա կապեցի պայուսակ, որի մեջ կար մի խզակոտ, երկու ասպանդակ, մի սանձ, մի վիմադարձ, երկու զույգ գուլպա և տրեղ, մի ոսկրե սանր։ Պայուսակին ամրացած էր մի փոքրիկ տոպրակ, մեջը մի քանի բուռ բոված կորեկալյուր և մի կտոր չորթան իբրև նեղ օրվա պարեն։ Երբ արտակտապես փոխվեցի և չափլին հնացանը թևից տակ առա, թվաց, թե ամբողջ աշխարհը տվել են ինձ։ Բայց դրանով չվերջացավ իմ կերպարանափոխությունը։ Մշեցի Տիգրանը, որ քիչ առաջ տնտղել էր իմ մեջքը, իմանալու, թե ես լավ մատաղացու եմ, թե ոչ։ Հանկարծ հեռվից սուր աչքով չափեց իմ հասակը և ձիապան բարսեղից 3 արշին ճերմակ կտավ առնելով, արագ մոտեցավ ինձ։ «Սա էլ քո պատանքն է», ասաց նա և բոլորի ներկայությամբ կտավը 3 տակ ծալելով, կոխեց պայուսակիս մեջ։ Խմբի մեջ միայն մի քանիսը պատանք ունեին, և ինչպես քիչ հետո իմացա, դրանցից մեկը մառընկա Պողեն էր, մյուսը ծուռ խաչ Հազարիկը, իսկ երրորդը անտառում անծուխ կրակ վառող Խնուսցի պատանին։ Ինձ էլ պատանք տվին, և երևի դարձյալ այն պատճառով, որ իբրև նորեկ հենց սկզբից ընտելանամ իմ ճակատագրին։ Պատանք, ինչ սարսափելի բառ է։ Այդ պահին բոլորը շեշտակի նայեցին ինձ, տեսնելու, թե ինչ տպավորություն կգործի այդ 3 արշինանոց կտավը ինձ վրա։ Ու այդպես ես դարձա ֆիդայի։ Գևորգ Շաուշը ինձ ցույց տվեց մի կոճղ Կարկուտ Թադեի և Հաճի Գևոյի կողքին, և ես մոտենալով բազմեցի վրան։ Երբ ամեն ինչ պատրաստ էր, Չաուշը իր մոտ կանչեց կաթի պես սպիտակ երեսով մի զինվորի, որ հեռավոր մի գերանի նստած իր ուսապարկն էր կարում։ «Եկ էստեղ, Միսակ», ասաց Գևորգ Չաուշը։ «Մի խաղ ասա, լսենք»։ Միսակը Գևորգ Շաուշի երգասացն էր և նրա թիկնապահներից մեկը։ Ծնվել էր Մշո դաշտի Ալադին գյուղում։ Գրեթե բոլոր հայդուկները երգել գիտեին։ Փեթարա մանուկը հայտնի Բերիվանի երգող էր։ Հաջի Գևոն աննման լոլո շվշվացնող էր։ Լավ ձայն ուներ նաև Մորուք Կարոն։ Բայց ուրիշ էր, երբ Ալադին Միսակն էր երգում։ Այնքան հայտնի խաղասաց էր, որ Գևորգը նրան երբեմն ուղարկում էր մինչև Աբաղայի դաշտ իր երգով քրդական բեկերին նվաճելու։ Միսակը մոտեցավ և նստեց Գևորգ Չաուշի կողքին, գերանի վրա, ու ձեռքը դրեց ականջին։ Նախ նա երգեց ֆիդայինների երգը։ Աշխարհում ֆիդային ոչ մի հարստություն չունի։ Նա օթևան չունի։ 7 օրից ավելի ֆիդային իրավունք չունի մնալու նույն տեղում։ Նա անվերջ շարժման մեջ է։ Երբ բոլորը քնած են, ֆիդային ելնում է ոտքի։ Նա զրկված է լուսաբացի քաղցր քնից։ Ոչ ոք չպիտի իմանա, թե ֆիդային ինչ ուղղությամբ անհայտացավ խավարի մեջ, որ ձորից ելավ և որ սարի լանջերով գնաց։ Գյուղ մտնելիս ֆիդայու իջևանը հայ լեռնականի գոմի կամ մարագի մութ անկյունն է։
երբ ձմեռ է, նա պետք է գտնի որևէ քարայր և մտնի մեջը մինչև գարունը բացվի, կամ փորի սառած ձյունը և ծածկվի ձյունի տակ, միանշան ճեղք թողնելով լույսի և օդի համար։ Ֆիդային գերեզման չունի, նրա ամենամեծ բաղձանքը կռվի մեջ մեռնելն է, ազատության երգը շուրթերին և գնդակը ճակատին։ Այս էր այդ երգի բովանդակությունը։ Գևորգ Չաուշը կարծես ուզեց այդ երգի միջոցով ինձ հոգեբանորեն նախապատրաստել այն մեծ առօրյային, որ այնուհետև կազմելու էր իմ կյանքի իմաստը։ Ապա սպաղանած Մակարի պատվերով Ալադին Միսակը երգեց Արաբոյի երգը։ Արաբո, Արաբո, ֆիդայությունը կրակե շապիկ է։ 1000 ընտրյալից մեկին է վիճակված այդ շապիկը հագնել, և դու առաջին ընտրյալն էիր Մշո դաշտում, որ այդ շապիկը հագար։ Արաբոն սպանվել է Գյալաշարի ձորում, իր նպատակին չհասած։ Բայց ժողովուրդը չի հավատում, թե նա մեռած է։ Կարծում է, թե նա ողջ է և գործում է Սաստո լեռների մեջ։ Տիլիբոզ է Արաբոյի ձիու անունը։ Մարնիկա սարից դեպի Շմլակի կիրճը տանող ճանապարհին, Մուշից դեպի հարավ-արևելք, կանգնած է առեղծվածային մի գագաթ, Սմբատասարը։ Այդ սարի վրա մի հին բերդ կա։ Էյ, երանելի անցորդ, եթե բարձրանալու լինես դեպի այդ բերդը, իմացիր, որ այնտեղ Արաբոն է ապրել, և այդ սարի քերծերին է դիպել նրա նժույգի սմբակը։ Այդ սարի վրա էր, որ լուսահոգի Արաբոն, երբ առաջին անգամ տեսավ Մշո դաշտը, ասաց. «Ես, որ Մշո դաշտը տեսա, էլընձի մահ չկա»։ Սմբատասարի հյուսիս և արևմտյան կողերը ժայռոտ են, իրենց տակ բացվող անդունդով։ Այդ անդունդի միջով անցնող ջուրը գալիս է Մարնիկի վրա, անցնում է Հավատորիկի ձորով և պստիկ բերդի տակով գնում թափվում է Մեղրագետ։ Էյ, խելագար անցորդ, ինչու ես մոլորվել Պնդխներ և Մարնիկ գյուղերի միջև։ Այնտեղ է հավերժորեն կանգնած Սմբատասարը։ Այդ լեռն ի վեր ելնելիս նժույգի մի հեռավոր ու խուլ խրխինջ կհասնի ականջիդ։ Մի փորձիր իմանալ, թե որտեղից է գալիս այդ ձայնը, գետնի տակից, անդունդի միջից, թե երկնքից։ Մարնիկ գյուղի երիտասարդները, որ մոմիկներ վառելով ու հարթ թափելով են գտնում դեպի բերդի ներսը տանող ճամփան, չեն իմացել այդ գաղտնիքը, դու էլ չես իմանա։ Որքան դեպի վեր ելնես, այնքան խրխինջը կհզորանա։ Ժողովուրդը հավատացած է, որ դա Արաբոյի ձիու խրխինջն է, և քաջ ֆիդայիները տարին 2 անգամ դեպի Սմբատաբերդն են մագլցում Տիլիբոզի խրխինջը լսելու համար։ Արաբո, Արաբո, դու առաջին ընտրյալն էիր, որ ֆիդայության կրակե շապիկը հագար Մշո դաշտում։ Արաբոյի երգը տակտու վրա արավ իմ հոգին։ Միթե ես եղել էի այդ առասպելական հեծյալի հետ։ Միթե նա ինձ նստեցրել էր իր հեքիաթային նժույգի թամբին։ Գևորգ Չաուշը նույնպես խստորեն հուզվեց։ Ծերունի Մակարը գլուխը գալեի թիկունքին դրած, հուզմունքից խածեց իր բեղի ծայրը։ Թռնոքի, գոչեց հայդուկապետը, կոճղի վրայից ելնելով։ Մերուսապարկերը հանեցինք, զենքերը հենեցինք ծառերին ու պարը սկսվեց։ Ո՞վ է տեսել աշխարհում այդպիսի պար։ Նախ կանգնեցին որպես պարիսպ, ապա ցնցեցին ուսերը, թափ առան ու խոյացան առաջ։ Տեսեք ինչպես է պարում Փեթարա Իսրոն, Գևորգ Չաուշի կապարճակիրը։ Ուսերի վրայով իրար են հյուսվել Արտոնքա Ջնդոյի, Մշեցի Տիգրանի և Բամբկու Մելոյի թևերը։ Ոտքերի խրոխտ դոփյունով նետվում են առաջ և մոլեգին արագությամբ ետ են քաշվում։ Գևորգ Չաուշը, Քուրդ Հասանոն
և մառնկա պողեն միասին են պարում։ Ինձ էլ քաշեցին շղթայի մեջ։ Իմ մեջքին ոլորվեցին Ալի Զռնանցի Մուքոյի և Ծուլխաչ Հազարիկի ձեռքերը։ Հազարիկի մեջքին ծալվեց Հաջի Գևոյի բազուկը։ Ձիապան Բարսեղը, Ալադին Միսակը և Սեյդո Պողոսը միացան շղթային։ Ֆրանկ Մոսոն էլ։ Ցրոնած Մուշիկն ու Ավրանա Արամն էլ եկան։ Բրինդարը բորբոքեց անծուխ կրակը և Աղա Զորիկի և Աղջնա Վահանի հետ նետվեց պարի մեջ։ Պարի մեջ նետվեցին նաև դեղնած ականջներով Շմոն և ասորի Աբդելոն։ Սկսվեց ծափ պարը։ Այստեղ գլխավոր պարողները սասունցիները եղան։ Դա ոչ թե պար էր, այլ հողմի շառաչ։ Զույգերով կանգնեցին ճակատ ճակատի։ Ծունկի են իջնում, բարձրանում, օրորվում, պտույտներ գործում, ձեռքերը թափով բախում իրար։ Նորից են չոքում, կռանում, կանգնում և նորից շառաչելով բախվում են միմյանց։ Միայն մի անգամ վրիպեց արծիվ Պետոն։ Մորուքը ուշացավ։ Պետոն 3 անգամ պտույտ գործելով և ծափ զարկելով, սպաղանած Մակարին և կարկուտ Թադեին շրջանցելով, ձեռքի թաթերը թափով իջեցրեց դիմացի զույգ կեչիներին։ Ու այսպես պարելով էլ, նրանք հոգնած թափվեցին ծառերի տակ, իրենց զենքերի և ուսապարկերի վրա, իրենց պատանքների վրա։ Առաջին գիշերը։ Այդ գիշերը Գևորգ Չաուշը ինձ պահակ կարգեց անտառում։ Ահա գետնին երկարած կամ ծառերի բներին թիկն տված պառկած են հայդուկները։ Պառկած են ամեն մեկը իր զենքը գրկած։ Ոմանք հարմար քարեր են դրել իրենց գլխատակին, վրան ուսապարկը իբրև բարձ։ Մեջքի վրա աժդահայի պես տարածվել է սպաղանած Մակարը։ Հոգնեց ծափ պարից։ Խարույկի մոտ պպզելով, կրակից հանեց կիսեպ խորովածի մի շարան, վրայից թափտվեց ածուխի կտորները և մոխրախառն կերավ։ Մի հարված տվեց գալեի մեջքին, մի թեթև հարված Փեթարա մանուկի թիկունքին և լաճկանցի արթինի կողքից անցնելով, հոգնած շուռ եկավ նրանց մեջտեղ։ Պառկած է հանգիստ, գլուխը իր հրացանի խզակոթին դրած։ Հին է այդ հրացանը։ Նրա կոթը 2 անգամ նորոգել է Անդրանիկը, տաղվրնիկի կիսամութ գոմում նստած։ Չոլոն մեկնվել է սպաղանած Մակարի ոտքերի տակ, արտոնքա ջնդոյի կողքին, իսկ իր ծնկներին հանգչում է Ալադին Միսակի գլուխը։ Մորուք Կարոն և արծիվ Պետոն հենց նոր քուն մտան մազոտ աբաները իրենց վրա քաշելով։ Փեթարա ախոն այնպես է պառկել, կարծես ինչ-որ բան է փսփսում մառնկա պողեի ականջին, բայց իրապես փսփսացողները լաճկանցի արթինը և շենիկցի մանուկն են։ Մանուկը ամուր գրկել է իր տաստոցը, իսկ արթինը Սմիթ ատրճանակը։ Ախ, թե քո տաստոցը ունենայի, վերջին անգամ բավական լսելի ձայնով ասաց լաճկանցի արթինը և խռովացի պես շուռ գալով բազուկները ամուր ոլորեց ճակատի տակ։ Ծոծրակին երևում է մի մանգաղաձև վերք, որ արդեն սկսել է սպիանալ։ Սպիներ կան Ալի Զռնանցի Մուքոյի և Մշեցի Տիգրանի թիկունքին։ Իսկ ով է հաշվել սպաղանած Գալեի, Փեթարա մանուկի և Փեթարա ախոյի վերքերը։ Օ, եթե բաց անեք քեռի Մակարի թիկունքը։ Այնտեղ կան նոր սպիներ և կան հին սպիներ, որ մնացել են դեռևս հռչակավոր 7 գդալի ժամանակներից։ Իսկ շենիկցի մանուկը։ Իսկ Չոլոն և մորուք Կարապետը։ Ապա վեր կաց կանգնիր, Փեթարա Իսրո, որ քո վերքերը հաշվեմ։ Իսրոն Գևորգ Չաուշի կապարճակիրն է։ Այն օրը, որ Գևորգ Չաուշը նրա հայրենի Փեթար գյուղը ազատեց բռնակալ Յուսուֆից, Իսրոն դարձավ նրա համար զինվոր և իր մարմինը օծեց հերոսական վերքերով։ Մառնկա պողեն,
Ականջը հեռացրեց կապուտաչյա ախոյից, շուռ գալով դեպի ձախակողմ, կարծես կամենալով նրան ասել. «Իսկ ես իմ կռուփով օգնեցի Բալաքցի ավազակապետի ոչնչացմանը, նրա շքախումբը առաջնորդելով Շմլակա կիրճի ամենանեղ տեղը և հանձնելով վրիժառու հայդուկների կատաղի գրոհին։ Ես քաջությամբ ինչո՞վ եմ քեզնից պակաս»։ Ջնդոն էլ վերքեր ունի, և Ալվարինջու Սեյդոն էլ։ Ասորի Աբդելոն, որ բոլորովին վերջերս զինվորագրվեց, արդեն մի քանի թարմ դրոշմներ ունի իր մեջքին։ Բամբկու Մելոն էլ զերծ չէ վերքերից, ոչ էլ ձիապան Բարսեղը կամ Ֆրանկ Մոսոն։ Կարկուտ Թադեի անրակը առաջին անգամ կարմիր ներկվեց Նեմրութի լանջին, երբ Սերոպ աղբյուրից գաղտնի անզգույշ կրակում էր մի ժայռի չոքած։ Քուրդ Հասանոն կյանքը վտանգի տալով երկու անգամ մահից փրկել է Գևորգ Չաուշին։ Իսկ կարծում եք, Ավրանա Արամը վերքեր չունի, կամ թեկուզ ծուռ Խաչազարիկը։ Այս հայդուկը դաշույնի մի ծուռ հարված ունի իր գոտկատեղում և ոսպաձև մի սպի փորի վրա։ Պատանքը տոպրակ է շինել և մտել մեջը, այդպես էլ քնած է։ Այդպես էլ գուցե մեռնի մոտակա կռիվներից մեկի ժամանակ, որովհետև կարճ է հայդուկի կյանքը, նա այսօր կա, վաղը չկա։ Լուսնի շողքը մոլորվել է Մշեցի Տիգրանի մազոտ բլթակի վրա և փայլում է ինչպես մացառներում կորած հուլունք։ Նրա մի կողքին Ալվարինջու Սեյդոն է պառկած, մյուս կողքին Ալի Զռնանցի Մուքոն։ Սեյդոն քնի մեջ ժպտում է, երևի վանքի կռիվն է հիշում։ Մուքոյի զենքը չախմախլի էր։ Մի տարի առաջ նա գնաց Ալի Զռնան, վաճառեց իր լցկանը և զինվեց Մոսինով։ Արծիվ Պետոն էլ նոր զենք ունի և պառկել է հրացանը կրծքին սեղմած, ուսապարկը շալակին։ Նա հեռու է պառկած Մորուք Կարապետից և կարծես հեռվից նրան ասում է. Մորուք, Մորուք, դեռ ինչեր պիտի անցնեն ու դառնան իմ ու քո գլխով։ Աղա Զորիկը և ցրոնած մուշիկը քնել են մեջք-մեջքի տված։ Զորիկը իր աջ թևը դրել է գլխի տակ, ծածկելով խաթավինի կռվում ստացած հին վերքի սպին։ Մուշիկի ձախ դաստակը աղջնա Վահանի ճակատին է հանգչում։ Վահանի կողքին Բամբկու Մելոն է պառկել, գլուխը մի մեծ կրիայի կոտին դրած։ Լո։ Հաջի Գևոյի հոգին Մանասկերտի սարերումն է։ Ահա նա պոկվեց Փրխուս գյուղից և գնաց միացավ Սերոպ աղբյուրի խմբին։ Երազի պես հիշում է Մանասկերտի սարերը և լոլո է կանչում։ Հայդուկներից ոմանք նրան հենց այդպես էլ կոչում են՝ Լոլո Հաջի։ Կեսգիշերից առաջ եկավ Կամե Գասպարը։ Նա էլ իր Լոլոն ունի։ Հիշում է, թե ինչպես կարմիր գլուխ ասկյարները բռնեցին իրեն խոզվանքի ճանապարհին և 5 փթանոց յուղով լի կճուճը պարանոցից կապած քշեցին սարեսար, ստիպելով հայտնել ֆիդայինների թաքստոցը։ Ասկյարները գիշերը սարի վրա կրակ վառեցին և նրա վրա մի զինված ասկյար պահակ դնելով հոգնած մտան քուն։ Սասունցին մազե պարանը կամցուկ հանեց թևերից, ձեռքը գցեց ասկյարի վզին, խլեց նրա հրացանը և փախավ։ Այդ զենքն է այժմ նրա մոտ և դաշույնի մի դաժան հարված թիկունքի վրա։ Այդ հայդուկներից ամեն մեկը վերքերի և հին ու նոր սպիների մի թանգարան է։ Նույնիսկ Ալադին Միսակը, որ Գևորգ Չաուշի երգիչն է, մի քանի հիշատակներ ունի ֆիդայական կռիվների։ Ձախ ականջի կեսը չկա։ Կարճաթև աբայով ծածկել է թիկունքը, գլուխը չոլոյի ծնկներին դրած։ Բոլորից հեռու ծուղրուղու շմոն է տարածվել։ Սրա ականջները, թեև կռիվներից անվնաս են, բայց երկուսն էլ դեղնած են։ Պառկել է երկու կոճղերի մեջտեղ։ Գլուխը չի երևում, իսկ մի ականջը կարծես
կոճղին կպած փչակ լինի։ Շմոն զայրացած է աշխարհի դեմ, և մի ականջը գետնին սեղմած, մյուսը տնկած դեպի երկինք, սպասում է, որ արդարությունը մի առավոտ կարմիր աքաղաղի պես երևա աշխարհի տանիքին, բարձրագոց շեփորելով. «Ռանչպար Շմո, ինչու ես պառկել Մարնիկի պաղ անտառում։ Ես եկա, վեր կաց, գնա քո պահած սերմը ցանիր քո երազած Հայաստանի դաշտերում»։ Բրինդարը պառկել է իր անծուխ խարույկի առաջ։ Միակ զինվորն է, որ ոչ մի սպի չունի։ Պառկել է մեջքով դեպի կրակը, կարծես ամաչելով իր ընկերներից։ Դիմացը անտառն է, և լուստի ցոլքը ծառերի բներին։ Նույնիսկ ծառերը վերք ունեն, իսկ ինքը չունի։ Կապարճակիր Իսրոյից և Հասանոյից ոչ հեռու, տերևախիտ կաղնու ոստոտ բթամատի վրա կիսաթեք հանգչում է Գևորգ Չաուշը։ Նրա հագուստը նույնիսկ ավելի անշուք է, քան իր զինվորներինը։ Կրծքին ունի խաչկապ փամփշտակալներ, երեք կառք էլ մեջքի կողմից։ Մի թևը դրել է հեռադիտակին, իսկ մյուսը Արաբոյի վրա։ Արաբոն իր զենքն է։ Այդպես է կոչել իր հրացանը, ի հիշատակ Արաբոյի, որի զինվորն է եղել։ Հայդուկապետի պայուսակը երեք աչք ունի։ Մի աչքում կորեկալյուր է պահում, երկրորդում գլգլ, իսկ երրորդի մեջ չորթան, որ նեղ ընկած միջոցին բաժանի իր զինվորներին։ Այդ պայուսակը սովորաբար մառնկա պողեն է շալակում, որ թե հասակով և թե դիմագծերով շատ նման է իրեն։ Ֆիդայու ամեն մի վերքը, ամեն մի սպին դրոշմ է բռնակալության դեմ մղած անթիվ կռիվների։ Գևորգ Չաուշի կռիվները շատ են։ Կռիվներ Սպաղանքի, Խոցոցի, Տատրակի մոտ, կռիվներ Իշխանձորում և Սուրբ Աղբերիկի վրա, կռիվներ Շմլակի կարմիր ալուջների ձորում։ Ընդամենը մի ամիս առաջ էր, որ նա հիմնահատակ բնաջնջեց Գեղաշենի Ռես Ավեի գերդաստանը, մի կաղլիկ մանուկ թողնելով իբրև նմուշ նրա բովանդակ տոհմից։ Ուղիղ 36 հոգի են Գևորգ Չաուշի հայդուկները, ամեն մեկը մի տարբեր դիրքով և կերպարանքով պառկած։ Ընչանցքների ինչպիսի բազմազանություն։ Եվ ցիծբեղը կա, և կախնկածը, և ոլորածը։ Սրանք են իմ սիրած դասերը։ Սա է այն այբուբենը, որ ես եկել եմ սովորելու։ Ոմանք քնած են, իսկ ոմանք նոր նիրհեցին։ Բայց մի՞թե հայդուկի աչքին քուն կա։ Տեսեք, քեռի Մակար արտասավ։ Իմ կողքով ծանրաքայլ անցնելով գնաց դեպի աղբյուրը։ Խմեց և թաց բեղերը քամելով նորից պպզեց կաղնեփայտի հանգած կրակի մոտ։ Խառնեց տաք մոխիրը։ Մի քանի պատառ փայծաղ էր մնացել կրակի մեջ։ Փչեց վրայի ածուխները և կերավ։ Ապա ուղղեց մեջքի փամփշտակալները, ստուգեց զենքը և նայեց երկնքին։ Բույլքը ելել էր։ Շուտով կարտանան Կապուտաչյա Ախոն և Փեթարա մանուկը։ Կելնեն Ալիզռնանցի Մուքոն և Աբդելոն ասորի։ Մորուք կարոնել ոտքի կելնի, արծիվ պետոնել։ Կբարձրանան Քուրդ Հասանոն և Սեյդո Պողոսը։ Չնդոնել շարժվեց։ Նստել է ծունկը ծնկին, գլխին թաշկինակ, ծայրը աջ ականջին կախ, չորս տակ փամփշտակալները կրծքին, հրացանը կողքին պահած։ Ժամն է, որ արտանան Մշեցի Տիգրանը, բամբկու Մելոն, մառնկա Պողեն։ Առղա Զորիկը գլուխը բարձրացրեց, նայեց Արտոնքա Ջնդոյին, մի հայացք նետեց Ավրանա Արամի և ցրոնած Մուշիկի կողմը և աչքը հայդուկապետի վրայով սահեցնելով կանգ առավ իր կողքին պառկած Աղջնա Վահանի վրա։ Շուտով նրանք էլ կարթնանան։ Կարթնանան Ֆրանկ Մոսոն, Լաչկանցի Արթինը, Գալեն,
Իսկ երբ Չոլոն շարժվեց, Ալադին միսակը ոտքի վրա է։ Ոտքի կելնեն Փեթարա Իսրոն, Կարկուտ Թադեն, Շենիքցի Մանուկը և Ծուր խաչ Հազարիկը, և Բրինդարը, և Լոլո Հաջին, իսկ Կամե Գասպարը վաղուց չկա։ Ադամամութն էր, երբ նա մեկնեց ճանապարհին իր ծխամորճը թափ տալով կուրավա շմոյի ականջի մեջ, կարծելով, թե ծառի փչակ է։ Քիչ այն կողմը ինչ-որ փռշտոց է լսվում։ Դրանք Գևորգ Շաուշի և իր մի քանի հայդուկների ձիերն են, թամբած են և խուրջինները կապած։ Ամեն րոպե նրանք կարող են ցատկել դրանց թամբերին և սլանալ խավարի կամ կիսամութի միջով։ Հրաշագործ մաղը։ Պահակության հաջորդ շաբաթը Գևորգ Շաուշը ինձ պատվիրեց գնալ Դաշտի գյուղերը ալյուրի մաղ բերելու։ Շատ զարմացա այդ պատվերի համար։ Նրա խնդրած այնքան հասարակ բան էր, որ ես նույնիսկ անհարմար գտա, որ Չաուշը ինձ պես երիտասարդին այդպիսի հանձնարարություն է տալիս։ Դե վիրավորվեցի իբրև տղամարդ։ Ես դեռ քիչ բան գիտեի ֆիդայինների առօրյայի մասին։ Մտածում էի, թե միգուցե ալյուր ունեմ պահած որևէ տեղ։ Պետք է շտապ հաց թխվի և մաղ է հարկավոր։ Լսել էի մանավանդ, որ կռիվներից առաջ ֆիդայինները մեծ քանակությամբ հաց են թխում և թաքցնում այն տեղամասի տարբեր մասերում, ուր պետք է տեղի ունենար գալիք ճակատամարտը։ Բայց ճանապարհին սոսկալի մտքեր պաշարեցին ինձ։ Արդյոք Չաուշը մի չար դիտավորություն չուներ նորից առիթ ստեղծելու, որ ես հանդիպեմ կանանց և ենթարկվեմ աղետաբեր փորձությունների։ Մի՞թե նա չգիտի, որ մաղը սովորաբար կանայք են օգտագործում։ Ինչու նա ինձ կապեց տղամարդուն ոչ վայել այդպիսի մի գործի հետ։ Եթե նա ինձ հանձնարարեր բեռներով ալյուր տեղափոխել հայդուկների համար, ես սիրով հանձն կառնեի այդ ամբողջ պաշարը մեջքով փոխադրել իր ուզած տեղը, ուզած հեռավորությունից։ Իսկ մաղն ի՞նչ է, որ տղամարդը իրեն հպարտ զգա մաղ բերելու համար։ Այն էլ ինձպես հայդուկը, որի պատանքը արդեն չափված դրված է իր պայուսակի մեջ։ Բայց ինչ արած, կյանքում լինում են պահեր, որ մարդ ստիպված է գնալ նաև մաղի ետևից։ Շատ մարդիկ անցան, բայց ոչ մեկը մաղ չէր ծախում։ Սկսեցի վերհիշել, թե որ գյուղերում բարեկամներ կամ ազգականներ ունեմ։ Նրանցից որևէ մեկի մաղը կվերցնեմ և շտապ կտանեմ Գևորգ Չաուշին։ Հիշեցի, որ Տեր-Գևանք գյուղում մորաքույր ունեմ, հայտնի հաց թխող է։ Կմտնեմ մորաքրոջս տուն, նրա ալյուրի մաղը կվերցնեմ և կվերադառնամ Մարնիկի անտառը։ Եթե դա էլ չեղավ, կգնամ Բերդակ և կփնտրեմ այն բերդակցու տան մաղը, որի Սամիրով ճաշը կերել էի հողաչափի ժամանակ։ Տեր֊Գևանքը հայտնի ֆիդայի Մխո Շահենի գյուղն էր։ Իմ որոնած տունը գյուղի ծայրին էր և դուռը բաց։ Նշեցիք, աշխատանքի գնալիս դռները չեմ փակում։ Ներս մտա։ Ուղիղ իմ դիմաց պատից կախված էր իմ մորաքույր Ռեհանի բավական խոշոր մաղը։ Տանը ոչ ոք չկար։ Մաղը պատից ցած առա և հանգիստ քայլերով շեմքից ելա, դուռը բաց թողնելով այնպես, ինչպես որ կար։ Հպարտ քայլում եմ ճանապարհով, շտապելով Բերդակի մոտով հասնել Մարնիկի սարը և ներկայանալ Գևորգ Շաուշին։ Սակայն Բերդակին չհասած, հրաձգության ձայն լսեցի։ Տեսնեմ անթիվ անհամար քրդեր և Օսմանլու զորք Բերդակի մոտ կռվի են բռնվել մի քանի ֆիդայինների հետ։ Երկուսին ճանաչեցի. մեկը Գևորգ Չաուշն էր, իսկ մյուսը Գալեն։ Անհավասար կռիվ էր, և Գևորգն ու Գալեն շատ նեղն էին ընկած։ Երբ ավելի մոտեցա,
տեսա մի երկրորդ քարաժայռի ետև դիրք մտած կրակում են Մարրնկա Պողեն, Ալվարինջու Սեյդոն և Մշեցի Տիգրանը։ Բամբկու Մելոն էլ էր այնտեղ։ Նա և Ջնդոն փոխնեփոխ կրակում էին մի հրացանով։ Ընդամենը մի քանի ժամ չկար, որ բաժանվել էի, և հանկարծ վերադարձիս, ճանապարհին դեմ եմ առնում մի կատարյալ ճակատամարտի։ Ես անմիջապես խլեցի սպանված զինվորներից մեկի հրացանը և շտապեցի միանալ ֆիդայիններին, առանց իմ մաղից բաժանվելու։ Հենց որ մոտեցա Գևորգ Չաուշին և Գալեին, որոտաց ուժգին համազարկ։ Ուշադրություն գրավելու համար, թե խորամանկությամբ, ես մաղը վեր բարձրացրի։ Որոտաց երկրորդ համազարկը։ Մաղը տարա դեպի աջ և դեպի ձախ, համապատասխանորեն թեքելով իմ գլուխը։ Մաղի ամեն մի շարժումին հետևում էր մի համազարկ, ու հանկարծ թանձր մշուշ իջավ լեռան վրա։ Ես մաղը մի քանի անգամ մշուշի միջով աջ ու ձախ տարա և բարձրացրի վեր։ Եվ ի՞նչ, թշնամին խուճապահար ետ դարձավ։ 2000-ից ավելի թուրքեր և քրդեր աղաղակելով սկսեցին փախչել։ Ու բերնեբերան տարածվեց սուլթանի զորքի մեջ և ամբողջ Մշոդաշտում, թե Գևորգ Շաուշի կողքին երևացել է մի մարդ, ձեռքին վահանի նմանությամբ մի նորահնար զենք, որ անխոցելի է գնդակների դեմ։ Ու եթե այդ մարդը խաղում է այդ գործիքի հետ կամ մատներով դիպչում է նրան, երկնքից կրակ է թափվում, որ ֆիդայինները սուլթանի զորքի դեմ պաշտպանվում են մաղի ձևով շինված մի կլոր զենքով։ Պատմում էին, որ նույնիսկ Աստված է պաշտպան կանգնում հայ ֆիդայիններին, վերևից մշուշ իջեցնելով լեռներին, որի միջից միայն այդ մաղանման գործիքն է երևում, և Գևորգ Չաուշի գլուխը, կողքին զենքը բռնած այդ հսկա մարդու կերպարանքը, որ ոչ միայն Գևորգ Չաուշի, այլև նրա բոլոր հայդուկների պարանոցից զորավոր հմայիլ է կախված։ Եվ երգեր հորինեցին Գևորգ Չաուշի վրա, նրան դարձնելով առասպելական հերոս, թե նա այնքան քաջ է, որ թշնամու գնդակները մաղով է ժողովում։ Ու տերգևանգցի իմ խեղճ մորաքրոջ մաղի հետ կապված բերդակի կռվի այդ զարմանալի պատմությունը գնաց հասավ Սուլթան Համիդի ականջը, Օսմանյան կայսրության բոլոր ծայրամասերը թնդացնելով հայ ֆիդայինների անօրինակ խիզախության համբավով։ Մառախուղը գնալով այնպես թանձրացավ մեր շուրջը, որ մենք ապահով կարող էինք հեռանալ բերդակի սարից։ Իմ մաղը մի անգամ էլ հաղթական բարձրացավ օդի մեջ, փայլեց արևի տակ և մշուշում անհետացավ։ Գնալու ժամանակ նկատեցինք, որ Գալեն ծանր վիրավորված էր թևից։ Մարրնկա Պողեն և Արտոնքա Ջնդոն նրան խութասարերով տարան դեպի Սաստո կողմերը։ Ալվարինջու Սեյդոն, իմ հրաշագործ մաղը ձեռքին, բամբկու Մելոյի հետ բարձրացավ դեպի իր քերծը, իսկ ես և Գևորգ Չաուշը բռնեցինք Ֆարխինի ճամփան։ Ֆարխինում Գևորգը ծանոթ լրաբերներ ուներ, որոնք իրեն տեղեկացրին, թե Ռոմի թուրքերը շատ մտահոգված են հայերի նորահնար զենքով, և այդ կապակցությամբ նույն օրը Ֆարխինի մեջ օսման սպաների գաղթի ժողով կա։ Հայդուկապետը ծպտվեց թուրք սպայի հագուստով, ինձ էլ ասկյարի շոր հագցրեց, և երեկոյան մտավ սպաների ժողովասրահը։ Բոլորը ոտքի ելան, բարևեցին և խնդրեցին, որ ինքն էլ մասնակցի ժողովին։ Հարցրին իրեն. «Որտեղի՞ց կուգաս»։ «Վանից կուգամ և պոլիս կերտամ», ասաց Գևորգը։ «Երևի լսած կաք Բերդակի կռվի և Գևորգ Չաուշի նորահնար զենքի մասին»։ «Լսած կամ»։ «Վանքի կռվից հետո դա ամենաահեղ զենքն է, որ հնարել են հայերը Գևորգ Չաուշի ղեկավարությամբ»։ «Այո, այդ առթիվ սուլթանը շատ մտահոգ է»։ «Եվ երևի այդ գործով էլ պոլիս եք կանչված»։ «Այդ արդեն իմ և սուլթանի գիտենալիք գործն է»։
Կարճ կապեց Գևորգը։ Դե նստիր, քո ներկայությունը մեր ժողովին շատ կարևոր է և պատվավոր։ Սեղանի վրա միայն մեկ օրակարգ կա, ասաց նախագահը։ Գևորգ Չաուշի գլուխը բերողին 1000 կարմիր ոսկի կա։ Այդպես է խոստացել Սուլթան Համիդը։ Ձեզանից ով պիտի բերե Գևորգ Չաուշի գլուխը, հարցրեց ժողովի նախագահը սպաներին։ Բոլոր սպաները ապշած իրար երես նայեցին։ Որևէ մեկը չհամաձայնեց։ Ամենքն էլ լռեցին։ Ով պիտի բերե, նորից հնչեց նախագահի ձայնը։ Քիչ հետո Գևորգը մատ բարձրացրեց։ Ես պիտի բերեմ Գևորգ Չաուշի գլուխը, պարոն նախագահ, ասաց Գևորգ Չաուշը։ Դուք չեմ կարծում։ Չես կարծում։ Առ, սա Գևորգ Չաուշի գլուխն է, ասաց հայդուկապետը, դեպի նախագահը երկարելով իր գլուխը։ Այդ 1000 ոսկին էլ տար ու դիր քո կնկավ վարտիքի մեջ։ Բոլոր սպաներին սարսափ տիրեց։ Գևորգ Չաուշը ասաց իր խոսքը ու քայլեց, ես էլ ետևից դուրս եկա։ Ֆարխինից վերադարձին իմացանք, որ Մառընկա Պողեն և Արտոնքա Ջնդոն վիրավոր Գալեին ճանապարհին իջեցրել էին Ղասըմբեկի քյոշկը և ապավինել նրա կնոջը, Ջեմիլի խնամքին, որը հանձն էր առել բուժել վիրավոր Գալեի թևը։